Դիանա Գրիգորյանի վերջին զանգը հեռուստասերիալում զարգացումներն ինտրիգային են, հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են հաջորդ սերիաներին, տեսնելու թե ինչպես է զարգանում իրադարձությունները։ Հեռուստադիտողների կարծիքները բաժանված են երկու մասի։ Մի մասը կարծում են, որ Աննան ու Սոսը համատեղ պետք է գտնեն իրենց երեխային ու լինեն երջանիկ, մյուս մասը կարծում են, որ Աննան Սոսին հնարավորություն չպետք է տա, քանի որ նա 25 տարի բացակայել է իր կյանքից ու հիմա վերադարձել ու լուրջ քայլեր չի անում։ Թե ում կընտրի Աննան, իհարկե գիտի միայն Դիանա Գրիգորյանը, քանի որ ինչպես հեռուստասերիալում նկարահանվող դերասանները նշում են, նրանք իրենց սցենարը ստանում են ընդամենը 3 սերիա առաջ։ Այսինքն հեռուստադիտողները նույնիսկ հարցերի դեպքում չեն կարողանալու պարզել, թե դերասաններից ով ինչքանով է տեղեկացված։ Իհարկե որոշ մաս նրանք գիտեն, սակայն բացահայտել հաստատ չեն պատրաստվում։ Ընդամենը օրեր առաջ Դիանա Գրիգորյանն Ինստագրամի իր էջում կազմակերպած հարց ու պատասխանի ժամանակ բացահայտեց, որ Աննայի տեսարանները, որ գտել է Անգելինային, դեռ չի նկարահանվել։ Նշանակում է, որ առաջիկա մի քանի սերիաներում դեռ չենք տեսնի, թե ինչպես է Աննան բացահայտելու, որ Անգելինան իր դուստրն է։ Հեռուստադիտողները կարծում են, որ այդ գաղտնիքը չպետք է բացահայտվի վերջին սերիայում ու ընդամենը այդ երջանկությունը տևի մի քանի րոպե։ Նրանք կարծում են, որ այդ տեսարանները երկար պետք է տևեն ու հեռուստադիտողները վայելեն այդ գեղեցիկ պահերը։ Բայց ինչ է որոշել հեռուստասերիալի սցենարիստ Դիանա Գրիգորյանը, կիմանաք շատ շուտով։ Նշենք, որ հեռուստասերիալում ինտրիգային զարգացումները շարունակվում են, թե ինչպես կվարվի Հենրին Սոսի ու Աննայի հետ տեսնելով այդ տեսարանը, ինչը տեսան նաև հեռուստադիտողները, կիմանաք ընդամենը վայրկյաներ անց, քանի որ մեր այս տեսանյութում պատրաստել ենք հետաքրքիր անակնկալ հատուկ ձեզ համար։ Դե գիտես հետաքրքիրը որն է, Արքուր, որ Աննա Բագրատովն ինքը այսօր վերջապես արջուկից հետ եմ նկարահանվում։ Ո՞նց է քեզ կարոտել այդտեղ արջուկցան։ Շո, Լիլջան երեխում հեսա հարցին պապային։ Ո՞նց է կարոտել քեզ այն մոջակ։ Այդ արջուկստան։ Բայց կենքնդը ճիշտ չէ պատրաստ սկսել իրար դեմ։ Իրանց միջև պատերազմ սկսել։ Ամենաշետ Ախտը ես, դու ես իրանց կրվա խնձորը։ Ոնց խոստացել իրացելի ավոյի հաղորդմանն եմ կարոք է։ Անի հետամ այսօր և ոչ միայն այսօր հետաքրքիրը անցնելու։ Ներսին կարահանումը սպասում ենք մեր հերթին։ Նենց ուզում միթիմից լինենք։ Կայնք նրանց։ Փորձս վերջացրեցի, բարեհաջող մի տեսարանս վերջացրեցի ու հիմա տանն եմ, սպասում եմ մեր նկարահանող խմբին, որպեսզի գան ու այստեղ նկարենք նաև մյուս տեսարանս, որովհետև Յանայի տունը մեր տանն է նկարվում, լավ է երևի, որ այսօր այդպես է, որովհետև էլի վիճակի չեմ տանից դուրս գալու, անհնար է, այսպես ուզում եմ շուտ ապաքինվեմ։ Ողջույն բոլորին, ուրախ եմ, որովհետև արև եմ, որովհետև կարք է ուջերն է, այդ արդեն ուրախացնող եմ, բայց գիտեք, որ աշնանը մեր մաշկը հիմնականում չորանում է ու պետք է խնամք և ինձ շատ են ուղղակի հարցնում, թե որտեղ եմ ես խնամք իրականացնում, միշտ պատասխանում եմ, շատ վստահ, շատ ուրախ և ժպիտով։ Մաշկի հետ կապված բոլոր խնամքները ես վստահում եմ դոկտոր Ռոմանիկայի կլինիկայի մասնագետներին և վերջակետ։ Այսքանը։ Դոկտոր Ռոմանիկայի կլինիկա և վերջակետ։ Այլ տարբերակ չկա։ Ուրեմն, մյուս շաբաթ հրավիրված եմ ավետի հաղորդմանը, պետք է այնտեղ երգենք։ Ես չգիտեմ ինձ ինչ երգ հանքնելու, բայց ինչ-որ բաներ եմ պարապում, ասում եմ ձայնս բաց եմ գոնելի, մտքիս ոչ մի բան չի գալիս բացի այս երգից։
Նվագեցեք լասպարին, թողանարին նարին, թողանարին նարին, դհոլ զուռնակը զարկե, նվագեցեք լասպարին, նվագեցեք լասպարին, նվագեցեք լասպարին, թողանարին նարին, թողանարին նարին, դհոլ զուռնակը զարկե, նվագեցեք լասպարին, նվագեցեք լասպարին. Օֆ, չգիտեմ ինձ ինչ երգ հանգնելու, բայց էս այն ճաշակ։ Բարի ուշ երեկո սիրելիներս, եկել եմ ձեզ ասեմ, որ ուղիղ 1 ժամից հրաժեշտ եմ տալիս իմ 31 տարեկանին եւ դիմավորում եմ իմ 32-ը։ Իրականում շնորհակալ եմ իմ այս տարիքին, որովհետեւ ունեցա շատ սիրուն պահեր, լիքը սիրուն էմոցիաներ։ Կարևորը այս տարիքում, այս տարի ունեցա մեծ հաջողություն կարիերայում, որովհետև ինչքան նկարահանվել եմ տարբեր պրոյեկտներում, բայց վերջին զանգը իմ կարիերային բերեց նոր հաջողություն, նոր ալիք, այնպես որ այս տարին ես համարում եմ կարիերայի տարիք ու կարևոր չի, որ ինչ-որ մի ասպեկտ իմ կյանքում այս տարի չդասավորվեց, դրա համար նոր սպասումներով եմ մտնում իմ 32 տարեկան, որովհետև հույս ունեմ, որ արդեն այդ տարիքում կդասավորվի մյուս ոլորտը իմ կյանքի ավելի կոնկրետ, հույսով եմ, հավատով եմ, թող եմ 31-ից ու 32-ից ավելի շատ սպասելիքներ ունեմ։ Կարիերայում անձնական